Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին Դու փրկեցիր ինձ ով Տեր ճշմարիտ Աստված Սաղմոս 31:5 Այս խոսքերը հաճախ են օգտագործվել սուրբ մարդկանց կողմից իրենց վախճանի ժամին Խորհրդածությունը դրանց մասին կարող է օգտակար լինել այս երեկո Աստծուն հավատարիմ մարդու հոգացության առարկան թե կյանքի թե մահվան ժամին իր մարմինը կամ ունեցվածքը չէ այլ հոգին Դա է լավագույն գանձը և եթե այն ապահով լինի մնացած ամեն բան լավ կլինի Ինչ է այս մահկանացու կարգավիճակը համեմատած հոգու հետ Հավատացյալն Աստծո ձեռքերի մեջ է հանձնում իր հոգին Նա նրանից է ստացել այն Դա նրա սեփականությունն է Նախկինում նա է պահել այն Հիմա էլ նա ի զորու է պահպանելու այն և միանգամայն տեղին է, որ նա պետք է ընդունի այն Տիրոջ ձեռքերում ամեն բան ապահով է Այն, ինչ մենք Տիրոջն ենք վստահում Անվտանգ կլինի թե հիմա, թե այն օրը, որին ձգտում ենք հասնել Կյանքը խաղաղ է, իսկ մահը փառավոր, երբ մարդը երկնքի հոգացությանն է հուսացած Մենք պետք է ամեն ժամանակ մեր ամեն բանը Հիսուսի հավատարիմ ձեռքերի մեջ հանձնենք Այժմ չնայած կյանքը կարող է թելից կախված լինել և թշնամիները կարող են ծովի ավազահատիկների պես շատանալ Սակայն մեր հոգին հանդարտ կլինի և կուրախանա խաղաղ հանգստավայրերում Դու փրկեցիր ինձ ով Տեր ճշմարիտ Աստված Փրկագնումը ամուր հիմք է վստահության համար Դավիթը տեղյակ չէր Գողգոթայից այնպես, ինչպես մենք Սակայն փրկագնման տեսիլքը ուրախություն էր պատճառում նրան Եվ միթե հավիտենական փրկությունն ավելի մեծ քաղցրությամբ չի մխիթարում մեզ Անցյալի ազատագրություններն ամուր երաշխիք են ներկա աղերսանքների պատասխանի համար Այն ինչ Տերն արդեն արել է դարձյալ կանի Քանի որ նա չի փոխվում Նա հավատարիմ է իր խոստումներին և ողորմած իր սրբերի հանդեպ Նա երբեք երես չի դարձնի իր ժողովրդից Թեև ինձ սպանես, քեզ եմ հուսալու Պաշտելու եմ քեզ փոշու մեջ անգամ Քո անհուն սերն եմ ես վկայելու Իմ Տեր, իմ փրկիչ և իմ բարեկամ Դու խրատել ես, բայց և միշտ պահել Մեզ երեսիցդ չես ձգել երբեք Քո սուրբ արյամբ ես մեզ փրկագնել Քո սիրով պիտի մենք մխիթարվենք